Սիրելի հայրենակիցներ, երեք այս քննարկման ժամանակ պարոն Թունյանը մի շատ կարևոր խոստովանություն արեց։ Պատահական ստացվեց, թե մտածված, բայց ինքը գիտի այդ մասին, բայց որպես հայտարարագրմանը քիչ մասնակցության պատճառ նշեց, որ քաղաքացիները վաղուց արդեն գիտեին ժամկետների հետաձգման մասին։ Իսկ ինչու գիտեին, որովհետև դեռ հունվարի 31-ին ձեր մեծարգոն արդեն հայտնել էր թե հետաձգման եւ ժամկետի կոնկրետ նոյեմբերի 1-ի մասին։ Փաստորեն վարչապետի հերթական հայտարարությունը դարձավ կառավարության ծրագրի չկատարման, օրենքի պահանջի չկատարման պատճառ։ Հիմա սա Տիկին Մինասյանն այստեղ չի, թող ինքը պատասխանի, կիսա կայացած թե չկայացած քաղաքական գործիչի հայտարարություններ, գնահատեք ինքներդ։ Փաստորեն պարոն Թունյանը երեք խոստովանեց, որ օրենքի կիրարկման ժամկետների հետաձգումը եւ կոնկրետ նոյեմբերի 1 դարձնելու պատճառը մեծարգոյի չհիմնավորված, չհաշվարկված հայտարարությունն է։ Եթե պիտի հակադարձեք, կխնդրեմ ողջամտորեն պատասխանեք հետևյալ հարցին։ Եթե հունվարի 31-ի հայտարարությունը հիմնավորված էր, նոյեմբերի ժամկետ 1-ն էլ հաշվարկված ժամկետ, ապա ինչու այս փոփոխությունը այսքան ուշ բերեցիք եւ այն էլ 24-ժամյա ռեժիմով։ Հաջորդ հարցս, որ նորից մնաց անպատասխան։ Ասում եք, թե քաղաքացին եթե ուրիշ եկամուտ չունի լրացնելու, քան կենսաթոշակն է, ապա նա պետության համար ֆիսկալ առումով հետաքրքրություն չի ներկայացնում եւ հետեւաբար նրանք կարող են ինքնաշխատ չլրացնել, համակարգը ինքնաշխատ եղանակով կլրացնի։ Իսկ ինչպես եք ճշտելու, նա այլ եկամուտ ունի, թե ոչ։ Ինչ գործիքակազմով։ Եթե այդ գործիքակազմը ունեք, ինչու եք կիրառելու միայն կենսաթոշակառուների համար եւ ոչ մյուս խմբերի։ Հաջորդը, ասում եք, մինչեւ ժամկետի ավարտը կունենանք ավելի հարմար հավելված։ Քաղաքացիները հեշտ կկարողանան հայտարարել։ Պարոն Թունյան, եթե ժամկետի ավարտին նոր պետք է ունենաք ավելի հարմար հավելված, ապա ինչու եք քաղաքացիներին ստիպում մինչև նոյեմբերի 1-ը դեռ չհարմարված, հարմարեցված, ոչ հարմար հավելվածով լրացնել իրենց հայտարարագրերը։ Հաջորդը, այս նախագծի յուրաքանչյուր հաջորդ ամիս հայտարարագրվելու է մոտ 42,000 քաղաքացի։ Ինչքանով է դա իրատեսական, եթե 4 ամսում հայտարարագրվել է ընդամենը 35,000-ը։ Այժմ ԿՊ պատգամավորներին ընդհանրապես մտածեք, նոր կոճակ սեղմեք։